Սիրելի հայրենակիցներ, այս արտահայտությունն անում են մի քանի պատգամավորներ, որ մի քանի օր առաջ ինչ-որ մարդիկ փորձում էին ահաբեկչություն անել, որոնց զոհը կարայիք դառնայիք նաև դու, հիմա ասում են սիրելի քաղաքացիներ։ Ես ասում եմ քաղաքացիների համար, թող մի հատ մտածեն։ Այստեղ խորհրդարանական երկրում եկե ինչ-որ 8 տարի ջեբի օլիգարխի մասին սաղ պատգամավորները խոսում են։ Ես լուրջ եք ասում։ Ու փաստորեն այդ 8 տարի ջեբի օլիգարխը եկե Հայաստան ու մի քանի պատգամավոր էլ ջեբն է գցե։ Այսինքն դարձել են օլիգարխի ջեբի պատգամավորներ ու ուրնում ասում են հեծը Սամվել Կարապետյանը բարերար, չգիտեմ ինչ, այն ով էր ասում, չգիտեմ, ասում է կուզենայիք բարև տայիք։ Սամվել Կարապետյանն ուզում էր մոտիկանար ուսանող տարիքին բարևեր, այն ընկերներին, որ իրան չթողեին բան ասեին ուսանողական տարիքում, հետո դարձավ օլիգարխ, իրաց չէ հիշեց։ Եթե պետք լինի կարող եմ գավառից լիքը մարդիկ ասեմ ասեն։ Հա, ասում է բանը, այսքան ժամանակ հեծը սենց, հեծը նենց, հեծը, որ հեծը լսել եք մի զոհվածի ընտանիքի լույս մի ամիս անվճար տրամադրի։ Մայրը կուրս կա տալիս երեխուն, բայց եթե այդ ամսվա լույսի վարձը չի վճարել, լույսը վրան անջատում են։ Հանրապետողների մասին։ Եկեք գնացեք օրինակ Գավառի Գանձակ համայնք ու ասեք, որ չէ, պետքա հեծը չպետականացվի, այլ մնա ինչ-որ օլիգարխի։ Այդ ժողովուրդը կլարեն ձեզ ուղակին դες, գիտեք խի, որտեվ այնտեղ քամին, որ մի հատ խփում է, սաղի լույսերն էթում է։